ԱՄՆ-ում դեսպան Լիլիթ Մակունցը բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին, կալանավորված Վարդան Ղուկասյանին, Դոկին, ԱՄՆ-ում նրան կալանավորել են ներգաղթի օրենքները խախտելու համար, Հայաստանին արտահանձնելու խնդրով, գրում են Հրապարակ թերթը։ Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները մերժել են Մակունցին, բայց նա նորից է փորձում, հույս ունենալով, որ գոնե մի հարցում օգտակար կլինի պետությանը, մինչ Հայաստան վերադառնալը։ Մակունցի ձախողումը սկսվել է նշանակման օրվանից, երբ հայ համայնքի հետ նա չկարողացավ լեզու գտնել։ Եվ առավել խորացել է այն ժամանակ, երբ Բայդեն-Թրամփ մրցապայքարի ժամանակ նա բացառապես Բայդենի թիմի հետ էր շփվում, վստահ, որ Քամալա Հարիսն է հաղթելու։ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի վրա աչք ունի սոցիալնախարար Նարեկ Մկրտչյանը, սակայն Փաշինյանը փնտրում է հմուտ դիվանագետ, հասկանալով, որ ԱՄՆ վարչակարգի հետ աշխատանքն ամեն դիլետանտի խելքի բանը չէ։ Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում դեսպան է նշանակվել 2021-ի օգոստոսի 2-ին։